Բարի երեկո աշխարհասփյուր հայությանը, բոլոր հայերին, լավ հայերին, հուսում եմ լավ եք, ես լավ եմ, ուզում եմ մի փոքրիկ էլի զրուցել համացանցում կատարվող իրադարձությունների համացանցում տարածվող եւ այն զրույցների մասին, որը հիմնականում ճիշտն ասած օգտագործում են այդպիսի մարդիկ իրանց գրառումներում, իրանց տեսանյութերում եւ եթերների ժամանակ, որպեսզի ցույց տան, թե ինչքան են իրանք ավելի հայրենասեր եւ այն մարդիկ, ովքեր որ իրանց քաղաքական կարծիքը չեն կիսում, ասեն իրանք հայրենասեր չեն։ Դե թե հայրենասիրությունը պետքա դու ցուցադրական անես, այլ ոչ թե գործով, ես չգիտեմ իմաստը որն է։ Հարցը կայանում է ինչի մեջ դենս եթեր չկա, որ դերտես Արցախից չլնե խոսալուց։ Ինչի եք խոսում Արցախի մասին անիմաստ բաներ, եթե արցախցի Գևորգ Արստամյանը, երբ որ Ղարաբաղում եթեր էր վարում, դուք չեք գալիս ձեր խորհուրդները տայիք, ինչ այն ժամանակ TikTok չունեիք, Facebook չունեիք տենց բաներ, նոր եք ստեղծել, բայց դուք էլ չեք չէ նոր ծնվել։ Ենթադրենք հա 3 տարի առաջ եմ այնտեղ եղել, բայց 3 տարեկան երեխեք չեն հիմա եկել հայրենասեր խաղում կամ Արցախի մասին մտածող խաղում իմ անվան տակ, իմ ֆոնին։ Դուք տարիքով մարդիկ եք, չափահաս մարդիկ եք, դուք եղել եք այն ժամանակ էլ TikTok-ում, բայց ինչ էիք անում։ Գյոզ էիք պահում բանը TikTok-ից լայվի ժամանակ։ Դարան էիք մտել, ձեզ տակից լսում էիք, ասելիք չունեիք, բայց այսօր Արցախցի Գևորգի վրա ստենդե այնա բան է խոսում, տարբեր եթերներ են բան։ Ճիշտը, եթե ասեմ, անձերին անդրադառնալը, անձերին քննադատելը, անձերին նույնիսկ պաշտելը եւ քննադատել եւ պաշտել, ես համարում եմ ինքը թույլ հոգեբանություն, ոչ հարուստ ինտելեկտ, ոչ էլ տենց համարում եմ, որ ճիշտ երևույթ է։ Այդպիսի մարդիկն են անում։ Դուք մի քննադատեք կամ մի արատավորեք իմ անձը, դուք կարող եք իմ միտքը, եթե սխալ եք համարում, ձեր խելացի հակափաստար կբերեք, հակամիտքը բերեք, որը կարող է նաև ողջունվի իմ կողմից։ Բայց քաղաքավարության սահմաններում։ Հարգելիներս, երբ որ Գևորգը գտնվում էր Ղարաբաղում եւ կամ Արցախում ոնց հարմար եք ընդունում ասեք, իմ համար երկուսն է նույն տարածաշրջանի եւ իմ ծննդավայրի մասին է, երկու անվանում է, երկուսն էլ հոգեարազատ է ինձ։ Այնտեղ խոսում էր, բայց խոսում էր ինչի համար, խոսում էր ներկայի քաղաքական ղեկավարության անգործության Ղարաբաղում գտնվող, խոսում էր առաջարկություններ անելով այնց հետաքրքիր պատկերացումներ էր կազմում, թե ինչպես կարելի է արած 20 թվականի աղետալի պատերազմից հետո, որպեսզի շարունակի հայը մնալ, Արցախում ապրել, որ այդ տարածաշրջանը շարունակվի կոչվել հայկական Արցախ, հայկական ռեգիոն, ոչ թե այս վիճակը ստացվեր։ Հիմա ես իմ գործս արել եմ ընդ համոզված ելնելով, որ ճիշտ բան եմ անում, բայց համոզված չէի, որ պտուղ կտար, պտուղ չի տվել։ Ես հասկանում եի եւ զգում եի, թե ինչքան է մարդկանց մոտ գիտակցությունը թույլ ու այսօր չգիտես խնդաս, չգիտես խղճաս այդ մարդկանց, դուք հոգեպես ստրուկ, դուք մտքով ստրուկ, այն ժամանակ չէիք կարում գայիք առաջարկություն անեիք, երբ որ ես քննադատում էի Արայիկ Հարությունյան, Բակո Սահակյանը դե թիմին, խիչ էիք ելնում եթեր, ասեք Գևորգ, ես ինչ սխալ մեղադրանքներ ես հնչեցնում, Արայիկը տենում ես ինչ գործեր է անում, այնա հելելա գնացել Սոֆիա, գնացել է Փարիզ, որտեղ գնացել է արցախցիների շահնա պաշտպանել, երբեք չի ասել ռուսը պետք է ցմահ մնա խաղաղապահ, ռուսին ավելի լայն շրջանակներով մանդատ տանք, այտենց բաներ չի ասել Արայիկ Հարությունյանը, գնացել է ասել է ես հայ ժողովրդի ներկայացուցիչն եմ Արցախում եւ պետք է միջազգային խաղաղապահներ գան, ընդ պետք է Ադրբեջանին կանչենք ընդհանուր զրույցի ու խոսանք նրա մասին, որ անհնար է երկու ժողովուրդների միջև խաղաղությունը, թշնամությունը, որ այդտեղ խորացված է տասնամյակներ շարունակ։ Եթե տենց բաներ լիներ արած, դուք կարող եք այսօր էլ ուշ չի, հելնեք բարից
բառի փոխաբերական իմաստով իմ աչքը հանեք, ասեք սխալ ես խոսում, սուտ ես խոսում, բայց ցավոք սրտի հենց կակրաս այդ նույն Ղարաբաղյան կլանին Երևանում նաև գտնվող, Բաքվում գտնվող արդեն այդ մարդկանց երկրպագունների կողմից եմ ես ստանում քննադատություններ, զրպարտություններ, ստանում վիրավորանքներ, բայց որպեսզի հասկանաք դուք եւ որ այդ պարագայում եք սխալ, որ ձեր պահվածքը ոչ բարոյական է եւ ոչ մարդկային, ես ձեզ ուղիղ հարց եմ տալիս, էլի, այդ որ պայքարում եք, արդեն 3 տարի Արցախ չկա, սկսել եք շատ Արցախից խոսալու ու Արցախի մասին իբր պայքարում եք, հեշտ է, չէ՞ որ չկա Արցախը, պայքարենք TikTok-ով։ Կներեք Ժորժա։ Հիմա Արցախ չկա, Արցախի մասին խոսալու եւ պայքարել TikTok-յան լայվերում հեշտ է։ Իրականում երբ որ Արցախ կար, ես այդ գործը ընդ էի անում։ Հիմա ես պայքարում եմ կեղծ պայքարողների դեմ, իսկ ընդ պայքարում էի, որ մարդիկ գիտակցությունը բարձրանա, հասկանա, որ տանում են մեզ կործանման։ Եթե կործանվել ենք, եթե Արցախը կորցրել ենք, հիմա չպետք է մենք խոսանք, թե ով է դավաճան, ով է հողատու, ով է ինչ արել, այ խոսա, թեկուզ խոսա, մեկա ճշմարտությունը դրանից չի փոխվում։ Նրանով Արցախը չի վերաբնակեցվում հայերով։ Նրանով Արցախը միևնույն է մնում Ադրբեջանի տիրապետության տակ։ Առաջարկություն արա, ինչ կարելի է արած։ Իբր որ խոսում եք դրանով օգուտ եք տալիս։ Հիմա ձեզ ուղիղ հարց եմ տալիս։ Ձեր երկրպագած ղեկավարները նախկինում, որտեղ այդ քննադատողները ինձ եւ իմ մեկնաբանությունների իշխանության որևէ գործողության կամ իշխանությունների հանդեպ կեղծ մեղադրանքների մասով, որ ես արձագանքում եմ, մեկնաբանություն եմ թողնում, մտածում են իշխանությանն են պաշտպանում, բայց ոչ իշխանությունը կարիքը ունի իմ պաշտպանության, ոչ էլ ես ցանկություն ունեմ որևէ ուժի անհատի պաշտպանել։ Ես ունեմ իմ հոգու խորքում, իմ խղճի առաջ որդեգրած, այսպես ասած կամ ինքս իմ առաջ խոստում տված, որ ես պետքա ճշմարտությունը կամ գոնե իմ տեսանկյունը ներկայացնեմ, ոչ թե ինչ որ անձի պաշտպանեմ, բայց տեսանկյուն ներկայացնելուց ավտոմատ կերպով ստացվում է, որ դու ինչ որ անձի գործողության կամ ինչ որ կուսակցության գործողություն դառնում ես նաև ջրաղացին ջուր լցրած։ Եթե լռենք, вообще չխոսանք, ուրեմն ոչ մեկին չենք դառնա պաշտպանած ու տենց կյանքը հանգիստ կլինի։ Բայց իմ կյանքը, իմ առողջությունը ես ներ եմ դնում։ Նաև անվտանգությունս էլ է դրանով մի քիչ թիրախավորվում, որ կարող են բազմաթիվ գլխներին խփած անուղեղ գյադեք խոսքի իմ հետ ուզենան վատ բան անեն, վրեժխնդիր լինեն, որի համար ես չեմ վախենում, բայց զգուշությունը պետք է, զգուշանալ պետք է, որ չընկնես ինչ որ մի հատ ախմաղի հետ բանավեճի ու վերջ ուրիշ բան դառնա։ Բայց իմ ուղիղ հարցը ինչի մեջ է կայանում, ընկերներ ջան։ Ես այսօր դուք խոսում եք Արցախը մերն է, եթե մերն է, ու եթե մենք ընդ ապրում էինք, ու Արցախում սահմաններով մեկ կանգնած էր հայ զինվորը, ձեր երկրպագած առաջնորդները ինչու չեն ճանաչել Արցախը Հայաստանի մաս։ Այ այս ուղիղ հարցին, քանի դուք դեռ չեք պատասխանել, էլ մի ասեք, դե ձգել են, դե պահել են, կարևորը պահել են։ Սենց բաներ մի ասեք, որովհետև տենց ձգել Նիկոլ Փաշինյանն էլ է 2 տարի կարացել է պահի։ 2 տարի Արցախը Նիկոլ Փաշինյանը իշխանության օրոք եղել է իր ձեռը։ Եթե հիմա Նիկոլ Փաշինյանը փաստորեն բանով ժամանակով էր Արցախը պահում, հա, տենց է չէ դառնում, բայց տենց է դառնում։ Ժամանակավոր էր պահել, որովհետև ինքն էլ չի կարացել ճանաչի Հայաստանի մաս, թե ինչ վտանգներ է տեսել օտար երկրյա ուժերից, թե գերտերություններից ինչ վտանգներ է տեսել, չի գնացել դրան։ Ես չեմ մեղադրում Փաշինյանին այդ ուղղությամբ։ Նույն չափ էլ չեմ մեղադրում Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, որովհետև սա դիվանագիտություն է, որի խորությունները, դա ես խորանում եմ, հա, փորձում եմ խորանալ, հասնում եմ, ինչ որ մինչև խորքերը գնում եմ, բայց հատակ գոյություն եւ այդ հատակին արդեն ընդգծված է ամբողջ նկարագիրը դիվանագիտության, բանակցությունների, Արցախի հարցի մասով։ Այսինքն ես չեմ մեղադրում, բայց երբ որ դուք եք մեղադրում Փաշինյանին, ասում եք քիչի ճանաչել, քիչի Արցախը հայկական մնացել է, Հայաստանի մաս դարձել, ես հակադարձում եմ եւ հակառակ մեղադրանք եմ հնչեցնում, ասում եմ, եթե տենց հեշտ է եղել Արցախը ճանաչել Հայաստանի մաս,
ապա ինչու՞ չի ճանաչել Ղարաբաղցի արմատներով Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, մանավանդ հաղթանակ այս դեպքերում հայոց բանակը պաշտպանում էր սահմանները, ինչու չեն այդ ժամանակ ճանաչել։ Այս հարցի պատասխանը մինչև նախկին իշխանությունները եւ նախկին իշխանությունների աջակիցները չպատասխանեն խելացի, խելամիտ պատասխան, ոչ թե աբսուրդային, ձեներներդ մի հանեք, մի խոսացեք, Արցախի անունը մի տվեք, մի մեղադրեք այսօրվա իշխանությանը Արցախի կորուստի մեջ, որովհետև իշխանով մեղավորը այս իշխանությունը, դա տասնապատիկ շատ մեղավորը նախկին իշխանությունը, դա պարզ օրինակ է։ Եթե հիվանդությունը չես բուժում նոր սկսվելու ժամանակ, այլ ուզում ես բուժես արդեն որ խորացված է եւ կյանքդ վտանգի տակ է, հա, մեղադրես ասես խիչի բուժվել խելք ունեիր շուտ բուժեիր, կամ թե տունը սարքելուց, տունը սարքում են հիմքով, հիմքը սկսում ես, պատը դնում ես, գրիշը դնում ես հետո։ Հիմա գրիշի բաց են թողել մեր տան եւ կարկոտը եկել է լցրել մեր տունը, անձրևը ցեխաջրերը լցվել է մեր տունը։ Ինչ եք ուզում, ասեք բանը ֆունդամենտ գծողնա մեղավոր, թե գրիշա խփողը, պարզ չի որ գրիշա խփողն էլ իր մեղքի չափաբաժնի որ չի արել, իսկ եթե տունը փլվել է այլ պատճառով, հիմքը թույլ է եղել, գրիշն էլ թեկուս լավ էր խփած, հաստ ժեշտ էր խփած, շիֆր էր խփած, 4 մմ-անոց, 14 մմ-անոց շիֆր էր խփած, ընկերներ ջան, ինչքան ուզում ես տանիքդ ուժեղ սարքի, հիմքերդ եթե թույլ է, փլվելու է պատերը, ու այդ թազա ժեշտը էլ ավիրվելու անգնի գետնին։ Հիմա մեր Արցախի պատմությունը ինքը հիմքերը թույլ է եղել ու տանիքն էլ բաց, ոչ տանիքն էր ամուր, ոչ էլ հիմքերը։ Պատերազմի ժամանակ ցույց է տվել այդ իմաստասները իրականությունը, տեսել եք, որ պատերազմի ժամանակ օդնել է եղել բաց։ Ճիշտ է թե չէ։ Գեորգ ջան, իշխանությունը ընտրում է ժողովուրդը, իշխանությունը պաշտպանում է պետության շահը, պետությունը եւ իշխանությունը մի մարմին է։ Այն ժողովուրդը, որ ով ընտրում է իշխանություն, նա էլ պարտավոր է, ճիշտ ես ասում, ինչեւ հիմա այս բառը պաշտպանել այդ իշխանությանը։ Էդի ճշմարտությունն է, Մկոտ ջան, բայց ինչեւ իշխանություններին պաշտպանելը պետք է այդ նույն հանրության մոտ պետք է ատելություն հանես ներսից։ Ես չեմ ասում սիրեք Փաշինյանին։ Փաշինյանի սիրողներ կան։ Փաշինյանի պետք է Փաշինյանի շուրջ համախմբվի ամբողջ ժողովուրդը, ընդդիմադիր թե դուք կարող եք իրան քննադատել, ընդդիմադիր հայացքներ ունենալ, որը ողջունելի է, բայց եթե խոսքը վերաբերվում է պետության պաշտպանության, այս process-ների ինչ կատարվում է մեր շուրջը, թե ճանապարհի բացում, թե ինչ որ բնդումներ են անում հարևան պետությունից, ինչ որ իրանց ազգը պետք է կաստե վերաբնակվի, այս մասով ոչ թե պետք է մենք քննադատենք իշխանությանը, այլ պետք է մենք այնպես մեզ պահենք, որ ադրբեջանցին փոշմանի մտածի, որ ինքը պետք է ստե գա ապրի։ Որ ասի Ալիև կարոջի այդ թեման փակի, ինչ ես ասում, դե հայերը գիտես ինչպես են համախմբված, իրար հետ լավ, ասում են, ստե թուրգա կարոջի բիզիմդիր ենք անելու։ Բայց մենք մեզ այդպես չենք պահում։ Ես միտք եմ ասել, ասեմ, ենթադրենք, սենց օրինակ կարող է սենց թեմա ալի, չէ, եթե ուզենան գանցնե, պետք է մեզ այնպես պահենք, որ իրանք փոշման են, որ եկել են, ասում են դու ուզում ես որ գա։ Եվ այդ բլոգերները կամ այդ հանրության մարդիկ, ովքեր որ ինձ քննադատում մեղադրում են իմ խոսքի համար, ես ուզում եմ տեսնեմ, լավ, ձեր պահվածքը ինչ է, ձեր պահվածքը դառնա որ դուք հակազդում եք դրան այդ գործողություններին։ Չեք հակազդում, եթե իմանամ հակազդում եք, ես էլ ձեր հետ կմիանամ, հələ մի հատ ներողություն կխնդրեմ, կասեմ, սխալ միտք եմ ասել, կներեք հայ հանրություն, բայց բռնում միտքս փոխվում, բան են անում, ջանդամին ինչ ուզում են անեն, բայց այդ ինչ անում են, իրանց դեմն է գալու։ Իմ գլխին սարքողը, իմ վրա շարրանողը, իմ խոսքը աղավաղողը մի օր պատասխան է տալու։ Ես թողել եմ սաղին Աստծո դատաստանին։ Աստված կլինի դատավոր, իրանք էլ մի օր կզգան իրանց մաշկի վրա, որ ինչ վատ բանա սուտ մատնությունը, զրպարտելը, խաբելը, դրանք շատ վատ բաներ է։ Եթե ձեր դեմը ձեր հայրենակից քաղաքական տեսակետ ահայտում, միտքը արտահայտում, դրա դիմաց իրան վարկաբեկել, փնովել եւ վիրավորելը, դա ես չեմ դնի անհատական պատասխանը այդ մարդկանց, Աստված թողնի ձեզ դատավոր, ու դուք դա զգալու եք ձեր մաշկի վրա։ Ես ոչ մի բան չեմ անելու։ Հանձնում եմ Աստծո խղճին, Աստծո դատաստանին։ Վերջը այդ էր իմ ասածը, որ այն ուժերը, ովքեր որ ժամանակին եղել են իշխանության ու չեն ճանաչել Ղարաբաղը, Հայաստանի մաս, այսօր մի հելեք ելույթներ ունեցեք TikTok-յան հարթակներում։ Սա TikTok-ը թերթում ես քաղաքականություն, քաղաքագետներ, բան ու բանել չեմ տեսնում, գիտեք,
Տենց խորի մաստ կամ բան իրական միտքել չեմ տեսնում։ Սա երևակային, ռոմանտիկ, ռեալ միտք չկա, սա ռոմանտիզմ է։ Սրա իմաստը որն է։ Խոսում են, ասում են, իբր օրինակ մեկն էլ իմ ուղղությամբ ասում է Գևորգը ասելա հայ չկա, հայ չի ապրում Արցախ, ով որ ապրում է այդ պահին իր ազդեցությունն է, իր տիրապետության տակ։ Սխալ բան եմ ասել։ Հիմա հայ էր ապրում Արցախը հայկական էր։ Հիմա թուրք ապրում դառնում է որ թուրքերն են տիրություն ամ դե, բայց ես հույսս չեմ կտրում, չեմ ասեմ որ թուրքերն են վերջ տենց էլ պետք է լինի։ Ես չեմ հաշտվում համերաշխվում գերտերությունների այս լռության վրա, որ իրանք լռել ու համակերպվել են, որ հայերը բռնի տեղահանվեն ընդ էթնիկ զտման ենթարկվեն ու այդ տարածքը մնա ադրբեջանցիներին։ Արցախի հայկական լինելիությունը ոչ մեկ չի հերքում։ Ուղղակի ես այսօր 2026 թվականին, հա, հունիսի չգիտեմ քանիսն է, ես ասում եմ ձեզ, որ այս ժամանակներում ընդ հայ չի ապրում։ Այսինքն, բայց Արցախի պատմական եւ հայկական լինելիության մասով պետք է թուրքը լինես, որ ասես հայկական չի եղել, բայց ուրիշ դե հարցել է առաջանում, այդ հայկական Արցախը, եթե դժվար էր Արցախը միացնել Հայաստանին, Հայաստանի մաս սարքել Ղարաբաղցի նախագահների կողմից, ինչու եք ակնկալում, որ պետք է հեշտ լիներ Նիկոլ Փաշինյանի կողմից։ Ինչու եք ակնկալում տենց բան։ Խիչեք հասկանում, որ եթե մեղադրում եք Փաշինյանին, որ չի միացրել, սխալ եք անում, որ առաջին իրան եք մեղադրում։ Պետք է ասեք սկզբից, թե ովքեր են եղել նախագահները եւ ովքեր պետք է ճանաչեին Արցախը Հայաստանի մաս։ Ու չեն արել։ Ինչ կողմնություն ռուս թե թուրք, դու ինչ կասես ռուս թե թուրք, չկա տենց բան, դու կարաս թուրքերի հետ էլ հարաբերությունները կարգավորես, դու կարաս ռուսների հետ էլ, եթե ռուսները հաշտեն, համերաշխեն մեր սուվերենության, ինքնիշխանության մասով, դու կարաս ռուսների հետ էլ, թուրքերի հետ էլ արժանապատիվ հարաբերություն ստեղծես, ոչ երբեք վասալի կամ ստորուկի հոգեբանությամբ, իսկ այդպիսի հարցը վաղ, ինչա Բոյաջան ձեր ազգանունը ասեմ, անունը չկարեցա կարդամ Վաղուհի, հա, Վոհուն, չհասկացա ինչա գրած, Բոյաջան ջան, ձեր այդ միտքը կներեք, բայց պետք է ասեմ, խեղճի հոգեբանություն, տենց, էլ ոնց ասեմ ձեզ, խեղճի հոգեբանությունը էլի, չեմ ուզում ուրիշ մի քիչ կոպիտ հնչվի, կներեք, ես անձը չեմ ձեր ասում, ձեր մտքի մասով եմ այդքան ասում, եթե այդ իմ ասած խոսքը ձեզ նեղացրեց, հազար ներողություն, բայց ես ուզում եմ մենք հասկանանք, որ չպետք է խեղճի հոգեբանությամբ ապրենք, մենք պետք է մտածենք ինքնուրույն լինելու մասին, մենք պետք է հասկանանք, որ ունենք աշխարհագրական մի այնպիսի դիրք, որտեղ չես կարող դու աչքերդ փակ ապրես, դու պետք է աչքերդ բացես եւ տեսնելու ես Թուրքին, ձախ ես նայելու Թուրքիանա, աջ ես նայելու Ադրբեջաննա։ Հիմա ինչ անենք, չհարաբերվենք, հարաբերություն չկարգավորենք մեր հարևանների հետ։ Մեր հարևանների հետ ինչու հարաբերություններ կարգավորելուց Ռուսաստանը դե փիսնոտեք է տալիս։ Եթե Ռուսաստանը մեր բարեկամն է եւ մեր լավն է ուզում, ինչու է ինքը նեղվում, տանջվում, որ հայերն ու ադրբեջանցիները ուզում են իրար հետ նորմալ հարաբերություններ։ Ընդես նավթ այսօր էլի ձեն հանինասին նավթ է գալիս Հայաստան, քանի տոննա բենզին էլի բենզին է գալիս Հայաստան։ Ուզում է իր բենզինը ծախի Ռուսաստանը, ուզում է դու իրանից կախված լինես, եթե Հայաստանը հարևանների հետ կարգավորում է հարաբերությունները, քո կախվածությունը կորում է Ռուսաստանից։ Դու ես խեղճի նման։ Ես խեղճի նման չեմ խոսում, Տիկին Բոյաջան կամ պարոն Բոյաջան, ես ձեր անունը չիմացա, ինչպես է։ Ես խեղճի նման, դու ասում ես կամ թուրքի տակ պետք է մնանք կամ ռուսի, դե կներես, եթե դու քեզ պատկերացնում ես ռուսի տակ ապրելը ճիշտ է, ռուսի տակ մնալն է ճիշտ է, ու եթե ով որ կմտածի թուրքի տակ մտնելա ճիշտ է, դու արդեն պատմում ես քո հոգեբանության, քո մտածելակերպի մասին, որ դու քեզ զգում ես կոմֆորտ Ռուսաստանի տակ, եւ ինձ ասում ես, եթե ընդեից դուրս գամ, պետք է մտնեմ Թուրքի տակ։ Ես էլ ասում եմ, չպետք է մենք որևէ պետության տակ լինենք։ Մենք պետք է հարաբերություններ ունենանք բոլոր պետությունների հետ, ինչքան շատ պետությունների հետ բարի դրացիական հարաբերություն ունենանք, այնքան ավելի հեշտ է լինելու մեր հետ։ Իմիջիալոց պատմության մեջ էլ է եղել, որ երբ որ հնարավորություն կար Անգլիայի օրինակ փեշը բռնենք, Նախիջևանն էլ դառնար հայկական, մենք ռուսի փեշն ենք բռնել, Նախիջևանն էլ է սարքել,
բան ադրբեջանական ուզում եմ ասեմ նույն սխալը մի կրկնեք մի պարկեք հետը որ մի րոպե Ռուսաստանը քեզ համարում է դու իր հետ ես Ռուսաստանը քեզ որպես պոլիգոն է նայում Ռուսաստանը քեզ որպես գաղութ է նայում արեք աչքներդ բացեք դուք հայ եք իսկ ձեր դիմացը ռուս է դու քեզ տենում ես ռուսի աչքերում քո աչքերով դու քեզ գնահատում ես քո կարծիքով քո մասին բարձր գնահատական ունես հարցը առաջամ ռուսը քեզ այդ նույն կարծիքը ունի քո հանդեպ քեզ որպես գործընկեր քեզ որպես բարեկամ քեզ որպես դաշնակից նայեմ եթե դաշնակից նայեմ Արցախի հարցը ինչու 100 տարի առաջ դեռ 1921 թվին ինչու է տվել Ադրբեջանին լավ ասում եք մենակ Պուտինն է փիշան տղան ես էլ ասում եմ Կրեմլը ինքը կյանքում երբեք հայա մեծ քայլ չի արել ինքը արել է մեր տարածքների հաշվին մեր ժողովրդի կյանքի հաշվին իր առևտուրը Թուրքիայի հետ Այս 2020 թվականի պատերազմն էլ 100 տարի անց իր առուցախից հետո էլի նույն ձևա վարվել գիտակցելով պլանավորելով որ պետք է պատերազմ ունենա Ուկրաինայում ժամանակին այսպես ասած խուրդելա Ղարաբաղը իրանց Ջան մի րոպե ես կկարդամ ձեր հարցը մի րոպե Նես չի որ ես խուսափում եմ ձեր տված հարցերին հակառակը ուրախ եմ որ դուք ներկայացնում եք իսկապես դուք Բոյաջան ջան դուք ներկայացնում եք հասարակության մի շատ մեծ ահռելի զանգվածի հավաքական միտքը որտեվ շատ հայեր ունենք այդպես է խոսում այդպես է մտածում ասում է բայց ռուսի հետ չլինենք թուրքի հետ լինենք ես ձեր ասում եմ ինչքանով ռուսի հետ ենք լավ ասում ես ռուսի հետ հարաբերությունա ընկերական լավ չէ ոչ թե ստրուկ ենք ոչ թե վասալ ենք բա ուրեմն կարանք եւ Թուրքիայի հետ լավ հարաբերություն ունենանք ու չլինենք վասալ ու ստրուկ կամ դու ինքնախապեյությամբ ես զբաղվում դու չես ուզում ճիշտը խոստովանես որ Հայաստանը ռուսի տակ է Հայաստանին դիտարկում են որպես գաղութ քո խոսքի մեջ թաքցնելու քո հարցի մեջ թաքցնող ինչ որ կոնտեքստ կա դու պետքա ճիշտը խոստովանես ասես Գևորգ դե ճիշտն ասած հա Ռուսաստանը մեզ չի նայում որպես անկախ պետություն ու չի նայում որպես գործընկեր նայում է որպես գաղութ հիմա ես ուզում եմ մնամ ռուսի գաղութ ես չեմ ուզում դառնալ թուրքի գաղութ ես դե կասեմ դու ազնիվ ես հարցը տալիս լրիվությամբ մութ անկյունները լուսավորած բայց դու թաքցնում ես որ Ռուսաստանը մեզ նայում է որպես գաղութ թաքցնում ես քո հարցի մեջ դու պետքա ճիշտ ասես Գևորգ մենք պետքա լինենք ռուսի գաղութը ռուսի ինչպես ուզի մեր հետ վարվի հա որպեսզի չդառնանք թուրքի ձեռի տակ խաղալի կամ թուրքի գաղութը այդպես լիքը մարդ այդպես է մտածում որ մենք ռուսի գաղութ պետքա լինենք բայց ամաչում է բան հրապարակային այդպիսի միտք ասի ախպեր в общем դու չես հասկանում իմ ասածը ոնց որ տղա եք դուք հա պարոն Բոյաջան տենց ասեմ ես ձեզ հրավիրում եմ TikTok-յան live այսօր չգիտեմ կունենամ թե չէ եւ ձեր հարցը դուք կարող եք բարձրանալ այսինքն ուղիղ խոսալով տակ ես ձեզ խոսք եմ տալիս որ մանրակրկիտ կպատասխանեմ կարող է ես ճիշտ չեմ հասկացել ձեզ բայց ես հոգեբանությունն եմ հասկանում եւ մարդու խոսքի խորությունն եմ հասկանում թե այդ միտքը խի է ծնվել տենց մեջը որ ինքն ասում է ապա թուրքի հետ լինենք հա ընկերներ ջան գիտի մեր հոգեբանությունը ռուսը գիտի մենք ինչ ենք սիրում գիտի մեր էմոցիաքը գիտի մեր ռոմանտիզմի աստիճանը եւ գիտի որ մենք մեկը նկարներով կսիրենք Արևմտյան Հայաստանը մենք նկարներով կլացենք Արևմտյան Հայաստանի Արցախի Արարատի համար Արարատսարի համար բայց երբեք խելք չենք հավաքի ասենք թքած բոլոր դաշնակից մաշնակից մենք մեր մասին պետք է մտածենք որտեղ նախ առաջին իսկապես մենք ենք փտած ներսից մենք նեղած ենք ներսից մեր հասարակությունը եթե տերա որոնում եթե ռուսին ասма գամ մեծ տիրություն անի ուրեմն ինքը անտեր ենք մեզ պահում իսկ մենք արդեն ունենք ինքնուրույն պետություն արդեն 35 տարի է մենք ունենք ինքնուրույն Հայաստանի Հանրապետություն եւ ունենք Հայաստանի Հանրապետության նախագահ եթե հայ ժողովուրդը ուզում է համախմբվի պետք է համախմբվի միայն ու միայն ընտրված իշխանության շուրջ ես տենց եմ մտածում բայց դրա հետ մեկտեղ էլ ուզում եմ հասկանալ որ ես իշխանության սխալների ուղղությամբ աչք չեմ փակելու իշխանության կատարած գործերի մեջ ինչքան էլ տեսնեմ անհանգստացնող եւ ինչ որ վտանգավոր բան
ես դրա մասին բարձրաձայնել եմ։ Ես դա ճիշտ եմ համարում, բայց սխալ եմ համարում փնովելը, սխալ եմ համարում անհարգալից խոսքի իշխանության հանդեպ։ Ձեր հայրը կներեք էլ ժողովուրդ, պետք է ընտանիքի վրա օրինակ բերեմ, պետությունը դա ընտանիք է։ Ձեր հայրը սխալ չի թույլ տալիս, ձեր մայրը սխալ չի թույլ տալիս։ Ճիշտ է, չէ՞։ Հիմա եթե դու ասում ես հայրենա սերեմ, հայրենիքը դա պետությունն է, հայրենիքը դա քո հայրենակիցներն են։ Շարքային քաղաքացիություն, չէ՞, վարչապետ։ Բոլորը քո հայրենակիցներ են, քո ընտանիքի անդամներն են։ Քաղաքական իմաստով եմ ասում էլի, բարձրավոր չի կարա էլի նույն ընտանիքը լինի, մենք կարանք խիստ լինենք, կոպիտ լինենք, բան, բայց մեր ծնողը հետ չէ։ Ուղղակի ես ուզում եմ մի քիչ խոշորացնենք այդ հարցի նայելու տեսանկյունից, մի քիչ ավելի լայն տեսանկյունից նայենք, ինչպես կարելի է ծնողին, ինչպես կարելի է տան մեծ անդամին սխալ է համար վարկաբեկած։ Այդ սխալի տույժը, տուգանքը եւ վնասը կրում ենք մենք ընտանիքով հանդերձ։ Իշխանության կատարած սխալի վնասը կրում ենք բոլորս։ Եթե իշխանության սխալը նկատում ենք, մենք պետք է նաեւ իմանանք ճիշտը որն է եւ առաջարկենք այդ ճիշտը միգուցե իշխանությունն էլ կընդունի։ Ես համոզված եմ, որ եթե շատ խելացի մտքեր հրապարակվի, այլ ոչ թե հայհոյանքներ, իշխանությունը ուշադիր կլինի տվյալ անձնավորությունների ուղղությամբ։ Բայց որ դուք հայհոյում եք, դուք իմացեք նույնը իրանք են ձեր հանդեպ։ Չմտածեք, որ իրանք մարդ չեն, քաղաքական պաշտոնյա են եւ չունեն այդ կարծիքը ձեր հանդեպ։ Յուրաքանչյուր իշխանավոր վարչապետն էլ, երբ որ իր ուղղությամբ հայհոյանք է լսում, ինքը նույն զգացումը ունի տվյալ քաղաքացու նկատմամբ։ Արեք պատ կառուցենք, մեր բարոյականության սահմանները կառուցենք եւ թույլ չտանք ոչ իշխանությանը վարկաբեկենք, ոչ էլ իշխանությունը մեր հանդեպ նույնը զգա, այլ բերենք մեզ կառուցողական պահենք, որ իշխանությունն էլ մեր խոսքերին ուշադրություն դարձնի եւ հարկ եղած դեպքում էլ եթե ճիշտ համարի մեր բարձրացված խնդիրը, գնա այդ խնդրի լուծմանը։ Ուրիշ ես տարբերակ չեմ տեսնում։ Սա ամենևին իշխանական մարդու պահված չի, եթե իմ գործը իմ խոսքը կորակեք որպես իշխանական մարդու խոսք, ես պետական մարդ եմ, պետականամետ մարդ եմ, ես հաջորդ իշխանությունների ժամանակ էլ այդ դիրքորոշումն եմ որդեգրելու, իսկ դոզանները իմ կողմից ուժեղ թույլ դա կապված ալնելու միայն ու միայն իրանց վարած քաղաքականության, եթե ավելի խիստ կոպիտ սխալներ թույլ տան հաջորդ իշխանությունները, ես ավելի խիստ ու կոպիտ արձագանքելու եմ։ Եթե քիչ սխալներ գործեն, թույլ եմ արձագանքելու։ Եթե սխալներ չանեն, вообще չեմ արձագանքի իրանց սխալների ճշտի վրա, ինչ անեմ։ Հելն եմ ասեմ, ինչ լավ ճիշտ բաներ եք անում, ամեն օր հելն եմ եթեր անեմ, ասեմ, ինչ լավ ճիշտ բաներ եք անում։ Բարձրավոր միշտ անհանգստացնող եւ անհանգիստ ժամանակներն ենք մենք փորձում ցույց տանք, որպես այսպես ասած ինդիկատորի նման էլի, որ լույս ենք արձակում, որ իշխանություն այս բանի հարցով ուշադիր եղեք։ Հետո էլ ինչ էի ուզում ասել, ինժեներ ջան, եթե հարց չկա, հա, Օմարը ո՞րն է, բարև Օմար, ձեր անունն է Օմար։ Հա, ես ինչ ես ուզում, ոչ մեկը չի ասի, ես ուզում եմ ասեմ, ոչ մեկը չի ասում։ Լավ, ոչինչ, դուք հրավիրված եք իմ կողմից ու բոլոր ովքեր որ կուզենան TikTok-յան լայվի ժամանակ իմ հետ զրուցեն, հարցերը տան եւ մանրակրկիտ պատասխանեն, պատրաստ եմ եթեր բացել, հնարավոր է այսօր էլ բացեմ։ Դա մնացեք այսքանը ժողովուրդ ջան, միասնական եղեք, բայց պարտադիր չի նույն միտքը կրենք։ Միասնությունը դա նույն միտքը կրելը չի, միասնությունը դա հարգանքն է այլակարծության, հակառակ միտք ունեցող հայրենակիցների նկատմամբ։ Այդքանը հուսով եմ ամեն ինչ լավ կլինի, ուշադրություն կդարձնեք բոլորս էլ մեր պահվածքի վրա։